լավ ընթերցողներ, անկախ նրանից ինչ են դասավանդում։ Ես այսպես եմ հասկանում։ Եթե սրա հետ համաձայն եք, ուրեմն այսօրվա մեր հավաքներ Մեր գրականները անընդհատ հարմացվում են նոր գրականություն, սովորողները գիտեն, որ իրենցից պահանջ է լինում, միանգամից գրվում է հայտը։ Չէ, այս հարգանքով դիվերաբերն է։ Հիմա սրանց մեջ ներառված են եւ իրենց անհատական աշխատանքները, ժամանակակից գրականությունից, արտասահմանյան գրականությունից եւ բոլոր այն պարտադիր նյութերը, որ մենք խմբով քննարկել ենք կամ ընտրել ենք քննարկման համար, երկխոսել ենք, այսինքն այդպիսի նյութեր ենք ունեցել ենք առանձին նյութեր, որոնք սովորողներն են ընտրել գրական ստեղծագործություններ։ Հիմա ինչ-որ մոլով ուզում ենք ներկայացնել, փաթեթով ամբողջական ներկայացված է յուրաքանչյուր սովորողի անվանը կցված փաթեթն է, այստեղ հսկայական աշխատանք կա, դե այդ աշխատանքի մի մասն է, այսինքն 3 տարվա աշխատանքը չի, վերջին մի տարվա աշխատանքից ինչ-որ ընտրանի է, հիմնականում ես չեմ միջամտել, չէ, այսինքն իրենք են ընտրել ինչը առանձնացնեն, ինչը չէ, այնտեղ բաներ կային, որ օրինակ ես չէի առանձնացնի, բայց իրենք առանձնացրել են, հրապարակել են եւ այստեղ 2 նյութ են դպիրի հոդվածներից, ինչպես ասեցի անցյալ անգամ, դպիրը մեր մանկավարժական ամսագիրն է, որտեղ 12-րդ դասարանցիների հետ ունենք 2 համատեղ հոդված եւ 2-ն էլ ընթացքի մեջ են, այսինքն պատրաստ են պիտի արդեն հրապարակվեն։ Այս նյութերն էին եւ 2 փոդքասթային հաղորդում ունեինք, երրորդն էլ կլինի ուրբաթ օրը աղջիկների հետ, էդ էլ առանձին կուղարկենք։ Այսպես։ Սկսեցինք Դավիթից, հետո իրենք կներկայանան, ես կարծում եմ իմ կարիքը չկա։ Բարև բոլորին, շնորհակալություն հրավերը ընդունելու եւ այսօր մասնակցելու համար։ Այսօր մենք 12-րդ դասարանի սովորողներս մի հրաշալի խմբով, Ֆուկեն Մարգարիտի գլխավորությամբ ներկայացնել ենք մեր շուրջ տարյա, նույնիսկ 2 տարյա նախագիծը, ցույց տալու համար, թե ինչպես են մեզ մոտ այս տարիների ընթացքում փոխվել գրականության եւ գրականության ընթերցման նկատմամբ վերաբերմունքները, մտածելակերպները, ազգային ոգով։ Այսպես մենք այս տարվա ուսումնական տարվա ընթացքում ընթերցել ենք բազմաթիվ եւ բազմազան ստեղծագործություններ հայ եւ օտարերկրյա գրականությունից, փորձել ենք դրանք մեկտեղել, պրոյեկտել մեր հասարակության, մեր ժամանակների վրա ու պարզել, թե ինչպես են դրանք ազդել մեր ազգի, մեր անհատական մտածելակերպերի, վերաբերմունքի, վարվեցողության վրա։ Չէ՞ որ գրականությունը որպես հիմք, որը գրվում է տարիների ընթացքում հաշվի առնելով այդ տարիների համատեքստը, ինքը որոշակի ազդեցություն է ունենում մարդու մտածելակերպի վրա եւ այն զրույցները, գործողությունները, իրադարձությունները, որը մենք տեսնում ենք ստեղծագործությունների մեջ, ակամա նաեւ զգում ենք մեզ վրա, հասկանում ենք, որ դրանք որոշակիորեն կապված են մեզ հետ։ Եվ սա է, որ գրականությունը մեզ ավելի մոտ է դարձնում եւ հակառակը։ Այսօր մենք կփորձենք մեր ուսումնական տարվա նախագծերը ներկայացնել ձեզ, ցույց տալ նաև, թե ինչպես կարող ենք մենք գրականությունը փոխել, գրականության ընթերցանությունը փոխել եւ կաղապարներից դուրս մտածել, չէ՞ որ հեղինակային կրթական ծրագիրը նաև սա է ենթադրում իրանից, որ մենք պետք է փորձենք ամեն բան քննադատորեն, առարկայական քննադատորեն մոտենալ ամեն ինչին եւ գրականությունը հենց այն հիմքն է, որը մենք կարող ենք օգտագործել թե մեր մտածելակերպը, թե դիմացինի մտածելակերպը փոխելու համար։ Այսպիսով Ֆուկեն Մարգարիտի բլոգում այս բաժնում ներկայացված են մեր այս տարվա նյութերը, հերթականությամբ։ Ինչպես ասեցի, արդեն ստեղծագործությունները բազմազան են։ Գևորգ Մարզպետունից մինչև մեծապատիվ Մուրացկանն է, Ժան-Պոլ Սարտրից օտարերկրյա գրականությունից մինչև ասենք Շիրվանզադե։ Դրանք մենք փորձել ենք հասկանալ, թե ինչպես են օտարերկրացիները մտածում, ինչպես ենք մենք մտածում, որոնք են մեր այդ մտածողության ոնց որ հատման կետերը, ինչ որտեղ կա, որ մենք մշակութային իմաստով իրար մոտիկ ենք, թե ընդհանրապես իրար կապ չունենք։ Այսպիսով գրականության ուսուցման մեր փորձից եւ արդյունքներից։ Ես այսպես կասեմ իմ մասին, փորձի մասին։ Ես որ 10-րդ դասարանում ընթերցում էի մեծապատիվ Մուրացկանները, ես մտածեցի հետեւյալը։ Ամեն բան, որ գրված է, ես մոտենում էի հենց համակրանքով, համաձայնությամբ, ասում էի, որ այո, սա ճիշտ է, սա մոտիկ է մեր ժամանակների մասին է, բայց ավելի շատ կարդալով ու վերլուծելով ներկայ իրավիճակը հասկացա, որ
Ընդհանրապես այդպես չէ։ Ու ամեն բան ես կոնկրետ որպես սովորող իմ ապագայի համար, իմ մտածողության համար պետք է քննեմ, հասկանալու համար թե որ ամեն ինչ գրած անենք իրոք պետք է դրան հավատանք, թե փորձենք մեր ձևով դա վերլուծել, փորձենք մեր կետերը գտնել։ Այսպիսով փաթեթում ներկայացված աշխատանքներ ես փորձել եմ նաև ներկայացնել արդի ժամանակների համատեքստում, հասկանալու համար թե ստեղծագործությունները, որ գրվել են 200-300 տարի առաջ, արդյոք այսօր կկարողանա գոյատևել, արդյոք այսօրվա հասարակության մեջ իրանք տեղ ունեն, իրանք դեր ունեն։ Երկար փորձելով չերկարացնել այս ամեն ինչը, հրավ իրեն մեր սովորողներին, թող իրենք ավելի լավ ներկայացնեն այս աշխատանքները։ Անդրանիկ Փարազյանի հրավ իրենք ամբիոնի մոտ, թող ներկայացնի իր աշխատանքը։ Քանի որ մենք հավաքվել ենք գրականության թեմայի շրջանակում, արժի նշել, որ իմ կինոյի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքը ծագել է մայրենի լեզվի դասագրքի մի բառից, պատրաստել հաղորդում Մատենադարանի մասին։ Բան նրանում է, որ այն ժամանակ իմ համար հաղորդում բառը առաջնային հերթին ասոցացվում էր հեռուստահաղորդման ուսուցողական ֆիլմի հետ ու որոշեցի փաստացի տնային հանձնարարությունը կատարել ֆիլմի ստեղծումով։ Դա ավանդաբար շարունակվեց նույն կարճամետրաժ ոչ, դեռ նախորդ դպրոցում համա 11 վաղուց էր։ Ամեն դեպս այդ ավանդույթը շարունակվեց նույն կարճամետրաժ ճանապարհ ֆիլմը նույնպես նկարահանվեց փաստացի մայրենի տնային աշխատանքից ելնելով, որը սկզբում հիմնվեց Հերման Հեսեի դժվար ճանապարհ ստեղծագործության հիման վրա։ Ընդհանուր առմամբ կինոյում շատ մեծ ազդեցություն ունի գրականությունը։ Նույն մեր հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը Նամուսը հիմնված է Շիրվանզադեի ստեղծագործության վրա։ Իդեպ այդպիսի նաև վերլուծական աշխատանք ունեմ, բլոգում կարող եք ընթերցել։ Ես ինչ չեմ համարում գրական ռեժիսոր, ավելի շատ գեղարվեստական, բայց գրականության դերը… Բայց ռեժիսոր համարում դե փորձում եմ։ Բայց գրականության դերը կինոյում չի կարելի պարզապես չգնահատել, որովհետև ամեն դեպքում սցենարի կառուցվածքը ծագել է հենց գրականությունից, որը հետո մշակվել է թատրոնում և ունենք հիմա այն ինչ ունենք։ Ընդհանուր առմամբ ներկայացնեմ, որ բլոգում կան տարբեր օրինակներ, բացի Նամուսից, նաև Քաջ Նազարի վերլուծությունը, տարբեր լիքը տարբերակներ կան Քաջ Նազարի, դրանց համեմատում եմ արել, ինչպես նաև Նանյա Ասլիպեկյանի Մերսեդես պոեմի վերլուծությունը, որը թատերական ստեղծագործություն է, շատ ես դիտարկում հիմնական կինոյի դրամատուրգիայի տեսանկյունից ամեն ինչ։ Մի լրացում էլ ես անեմ ու Անդրանիկը ճամբարին միջին դպրոցի սովորողների հետ ունեցավ 2 ֆիլմ, դարձվածներն էին բեմադրում և նկարում, հա? Այո, և այդ դարձվածները կարող եք կրկին դիտել բլոգում, եթե ցանկանաք։ Կարող եք եզրափակել շատ խոսամ։ Համաձայն եք, տեսեք 4000-անոց սովորողների սաների համայնքամերը, մենակ այս պահից, որ 2 տարեկաններն էլ հաշվենք իրար։ Եթե ուզում ենք ճանաչ մարդկանց հաշվենք, քոլեջով ամեն ինչով 3500-ի չափ թիվ է։ Հիմա եթե դրան գումարենք ընտանիքները, անդամները, չէ, ամեն ընտանիքից գոնե 2 հոգի, այդ էլի թիվ դարձավ։ Եկավ դարձավ 10,000 հոգի։ Եթե շրջանավարտներ արդեն մեր համայնքի մեջ լցնենք, մեզնով հետաքրքրվածներ եւ այլն, ես խոսում եմ հայտնի էլի, անուն ազգանունով մարդկանց, որ մեծ լսարան է, եթե կարդում են։ Եվ Անդրանիկի ես իմ ասած վերաբերում է Դավիթին, հիմա ելույթ ունեցող Գարին եւ այլն բոլորին, մեզնից շատերի, այդ մեծ բանը։ Վերջերս մենք խոսում էինք մեր Արնոտ Միքայելյանի, դուք շախմատի մեր ակումբի ղեկավարի բլոգը մտել եք, մի բառով զարմանալի է։
հեղինակային մանկավարժության ամբողջական ներկայացված օրացույցը իր բանը, որ կարող է օգտակար լինի Իմ փաթեթը հիմնականում կենտրոնացված է ժամանակակից գրականության վրա։ Ընդհանուր այս 3 տարվա ընթացքում լիքը տարբեր տեղերից տարբեր բաներ եմ կարդացել, թե միջնադարյան գրականությունից, թե ժամանակակից եւ դասական։ Հիմա կոնկրետ կենտրոնանամ ժամանակակիցի վրա։ Կարդացել եմ Հասմիկ Սիմոնյան, մեր հայրենակից այո, հեղինակի օրինակը, հետո Նայինե Աբգարյանն եմ շատ սիրում, նաև կարդացել եմ Ռեյ Բրեդբերի ու այլին մի քանի գրողների։ Կարող եմ ասել, որ եկել եմ եզրակացության, որ հիմնականում ժամանակակից գրականություն մարդիկ ոնց որ վախենում են կարդան, որովհետև արդիական թեմաներ են բարձրաձայնվում եւ մարդիկ շատ հաճախ վախենում են այդ խնդիրները ընդունելուց, քանի որ շատ հաճախ արդեն հարմարված են լինում տվյալ կյանքի իրավիճակին ու նրանց մեջ արդեն ուժ չեն կարողանա գտնել, որ ինչ-որ քայլեր ձեռնարկեն այդ խնդիրները լուծելու համար։ Նաև իմ կարծիքով այդ ժամանակակից գրականությունը վանում է նրանով, որ մեր աչքին անսովոր է տեսնել մեր խոսակցական բառապաշարը ինչ-որ առումներով նաև ժարգոնը տպագրված լինի գրքերում, դա շատերին շատ կտրուկ է թվում, բայց իմ կարծիքով հենց տենց կտրուկ փոփոխություններից է, որ սովորական է դառնում ու որոշակի զարգացում է տեղի ունենում ընդհանուր հասարակության մեջ։ Հասմիկ Սիմոնյանին կարող եմ առանձնացնել նրանով, որ իմ կարծիքով իր գրականությունը կարևոր է, որովհետև այնպիսի թեմաներ է բարձրաձայնում, որ լիքը մարդ ամաչում է խոսալ, որովհետև ընտանիքի եւ անձնական ծնողների եւ երեխաների եւ հենց ծնողների իրար միջև հարաբերությունների մասին է, իմ կարծիքով այդ ամեն դեպքում բոլորիս է համար հարազատ թեմաներ են, չնայած եւ շատերս ամաչում ենք դրա մասին խոսանք։ Չգիտեմ, ինչ ավելացնեմ։ Էլա, չէ, Հասմիկը մեզ սիրի եղել է, չէ։ Բայց էլի կարելի է։ Պետք է այնպես անել, որ ինչ-որ 2 տարին, 3 տարին մեկ, չէ, որովհետև իրանք էլ է, չէ, հասունանում նոր գրքեր։ Իմ կարծիքով շատ համարձակ հեղինակ է ինքը, որ ընդհանրապես տենց թեմաներ բարձրաձայնում է, այն էլ մեր հասարակության մեջ։ Գիտեք, մեր ժամանակակիցն է, շատ կարևոր է։ Հեռացները կսպասեն։ Իմ նախագծերը ներկայացնելիս ես հիմնականում ընտրել եմ այն նախագծերը, որոնք ինչ-որ կերպ կապված են իմ ապագա մասնագիտության հետ։ Իրավագիտության հանդեպ իմ հետաքրքրությունը ավելի խորացնելու նպատակով ես նախ եւ առաջ ուսումնասիրեցի Մխիթար Գոշի դատաստանագիրքը ու իմ կարծիքով դատաստանագիրքը համարվում է իրավական կյանքի ամենակարևորագույն հիմքերից մեկը ու հետո էլ այդ ուսումնասիրելիս նաև հասկացա, որ իրավագիտության հետ սերտորեն կապված է նաև պատմությունը, քանի որ յուրաքանչյուր իրավական երևույթի հիմքում ընկած է պատմական իրադարձություններ ու այդ տրամաբանությամբ էլ ես նաև ուսումնասիրեցի ու դեռևս իմ ամենասիրած աշխատանքներից է համարվում հայոց ցեղասպանության մասին իմ առանձին աշխատանքը, որը ոչ միայն ավելի շատացրեց իրավագիտության հանդեպ իմ հետաքրքրությունը, այլև պատմության հանդեպ եղած մեծ սերը։ Այնուհետև այդ նույն տեսանկյունից ինձ նաև շատ կարևոր էր հասկանալ, թե ինչպես է հասարակության կյանքի կամ վարքի վրա մարդու կյանքի կամ վարքի վրա հասարակությունը ազդեցություն ունենում այս կամ այն կոնկրետ անձի կյանքի դասավորման կամ ճակատագրի վրա ու դրա համար էլ այնուհետև վերլուծեցի Աքսել Բախունցի Խոնար աղջիկը եւ Միրհավը ու հասկացա, որ կոնկրետ անձի վրա հասարակությունը հիմնականում ավելի բացասական դեր է խաղում, քան դրական ու այսպիսով ամփոփելով այդ նախագծերը ես ավելի խորությամբ սկսեցի ուսումնասիրել մարդու եւ հասարակության հարաբերությունները, ինչպես նաև աշխատանքները կարդալիս ես ավելի ուշադիր եղա, չանցնելով ընդհանրապես գաղափարի վրա ու չհամարել այն որպես անցած պատմություն, այլ վերլուծել ու ուսումնասիրել։ Այսքանը երևի։ Շատ կարևոր բան ասացիք, ես դրա համար եմ ասում, ապագա մասնագիտության հետ էլ կարող է կապված լինի, բայց իրավագիտակցությունը նաև քաղաքացուն կոնկրետ ուղղված բան է։ Տեսեք, ես իրավաբան չեմ, բայց որպես քաղաքացի այդ շատ կարևոր է։ Կենսափորձի փոխանցումը
կենսափոխսի փոխանցում եւ գումարած հեղինակային լեզու։ Ինձ թվում է գրականության խնդիրը։ Կենսափոխս այդ մարդը ոչ կնի թե մյուսը իր ժամանակի թե Դոստոևսկի կլինի, հա, իր ժամանակի չէ, կենսափոխս չէ, ամբողջ տեսեք իր միջով անցկացրեց ու փոխանցեց մեզ, ճիշտ է, այն ժամանակ մենք ոչ ենք գալու, չպատմաբան չենք գնանք հետազոտենք բան, բայց գրականության միջոցով մեզ կենսափոխս է փոխանցվում եւ երկրորդ լեզու։ Դա ինչի է պետք, կարևոր է պետք բնագրով կարդալ, հենց հայերենով կարդալ, կամ թեկուզ թարգմանական, բայց լավագույն թարգմանությունները կարդալ, որովհետեւ լեզվամտածողություն լեզու է, Թումանյանը լեզու է փոխանցում, Պարոնյանը, Հակոբ Պարոնյանը լեզու է փոխանցում, համաձայն եք, չէ՞։ Այդ շատ կարևոր ազդեցություն է, ձևավորում է մեր վրա։ Ոչ թե գնահատանի շմիսը, այլ որ դու զգում ես, որ ես գիտեմ, որ ես այդ Թումանյանի լեզվան մտածողությամբ, հա, մյուսի կտակարանի այդ լեզուն իմ վրա ազդել է։ Իմացա, շատ խաղեր, շատ։ Բարև ձեզ, ես Էլեոնոր Պետրոսյանն եմ, 12-րդ դասարանի սովորող։ Իմ աշխատանքը նույնպես ժամանակակից գրականության մասին է, սակայն ես ընտրել եմ երկու ուրիշ գրողների։ Ես ընտրել եմ Արփի Ոսկանյանին և Կարեն Անտաշյանին։ Եթե ճիշտ եմ հիշում, Արփի Ոսկանյանին ես ինքնուրույն եմ ընտրել, բայց Կարեն Անտաշյանին ինձ խորհրդակցել է ընկեր Մարգարիտան։ Ինչու եմ ես նրանց ընտրել, որովհետև Կարեն Անտաշյանը իր գրքերում խոսում է մարդու միայնության, իր հոգու խորքի մտածմունքների մասին և թե մարդու տեղը որտեղ է հասարակության մեջ, իսկ Արփի Ոսկանյանը խոսում է իր գրքերի մեջ ժամանակակից կնոջ իրավունքների մասին, թե ինչպես են նրանց խտրականացնում չէ։ Նրանք ինչպես են բախվում փորձությունների հետ, իրանց կարդալուց հետո ես Նական այլ բաներ ուսումնասիրեցիք նաև։ Չէ, ուրիշ բան եմ ասում։ Դուք կամնի մենք ասենք Էլեոնորը մտածում է ասել ինքը երկու հեղինակի նշել չգիտեմ ինչի, բայց բավականին խորը վերլուծություններ ունի ու հաստատ արժի Էլեոնորի աշխատանքները կարդալ, որովհետև բավական յուրօրինակ Ստեփանավանցի ակտինա, չէ՞։ Արփի Ստեփանավանցի ակտինը արել է ձեր նշած։ Ակտին չէ, բայց վերլուծիչներ, չէ՞։ Ակտինը շատ է տեսեք լավ արդ է, այս արդին կորել է, մի քիչ դժվար բանարեց է, Ստեփանավանից բայց լավ արդ է արդին գտնել Մարգարիտան, բերել իրանքներ կուզենա երևել, ձեր նման կեսպսի լսարան ունենա, ինքը կարա այդ առնով հետաքրքիր Հա, ես ուզում եմ ասել, որ ինքս ինձ դա, ես կարդալուց հասկացել եմ, որ դա նորմալ է, որ դու չես հասկանում, թե որտեղ է քո տեղը հասարակության մեջ, թե ինչպես դու կարող ես քո ներքին աշխարհը վերլուծես, թե հասկանաս ով ես դու, ինչ ես ուզում դառնաս դրա համար։ Ես կարճ կասեմ, իմ աշխատանքները հայկական և արտասահմանյան ժամանակակից գրականության մասին են։ Հայկական գրականության համար ես մի տարվա ընթացքում ընկեր Մարգարիտի խորհրդով
ուսումնասիրել եմ հայ գրողներին ժամանակակից, ինչպիսին են Կարեն Պաչյանը, Հրաչ Բեգլարյանը, Մարինե Պետրոսյանը եւ ամփոփման ձևով գրել եմ որպես առանձին նյութեր եւ վերջնական նյութը նրանց ամբողջ գործերի եւ գրելու ոճի եւ գրելու այդ իրենց ինչի մասին են գրել, ասենք պատերազմի թեմաների ինչպիսին են պատերազմը, միայնությունը, առանձնությունը եւ ինձ շատ են հետաքրքրել միշտ գրականությունը եւ կարող եմ ասել, որ ինձ որպես նկարիչ ամենաշատը հետաքրքրել է այն մասը, որ ես սկսել եմ համեմատել բոլորի գրելու ոճը, հատկապես ժամանակակից գրողների եւ դասական գրողների, որովհետեւ ես նկատել եմ, որ քանի որ նրանք տարբեր դարաշրջաններից են, նույն թեմայի շուրջ նրանց կարծիքները եւ աշխարհայացքը կարող են շատ տարբեր թվալ եւ դա ինձ համար շատ հետաքրքիր էր եւ արտասահմանյան գրականությունը ինձ, եթե ճիշտն ասեմ, ոչ մեկ չէր ասել, որ կարդա, ես ինքս եմ մի ամբողջ ցանկ բացել եւ կարդացել արտասահմանյան գրականությունից եւ բլոգում հրապարակել։ Այո, բոլորը վերլուծել եմ, արտասահմանյան գրականության մի ամբողջ ցանկ կա, որտեղ ես ինքս կարդացել եմ, դպրոցից դուրս եւ հենց դպրոցի մեջ կարդացել եմ եւ վերլուծել եմ ինքս, որովհետեւ ինձ այդքան սրանք եմ վերլուծել, ինչպես տեսնում եք, եւ ինձ շատ են հետաքրքրել, ինչպես տեսնում եք, շատերը հոգեբանության մասին են, եւ ինչպես ասեցի, ինչպես նաեւ ուրիշները ասեցին, իմ կարծիքով ժամանակակից գրականությունը կարևոր գրականության մի մաս է, որովհետեւ նա անդրադառնում է այսօրվա խնդիրներին եւ հիմիկվա մարդկանց, եւ կան շատերը, որ այո, վախենում են կարդալ հենց դրա պատճառով, բայց պետք է մեկ է կարդալ, որովհետև շատ կարևոր է եւ կարդալը միշտ լավ է բոլորի համար։ Հաճույք դրա նախանձ բան չեմ, փորձում եմ օգտակար լինել, որովհետև ուսուցիչների ղեկավարը սովորողների պիտի այդպեսին լինի, անընդհատ հետը լինի, ես օգտվեմ եւ Բիրային առաջկային գրավել եմ, չէ պատրաստում ենք կարդամ, 5 րոպե անց դուք ցուցակը տվեք հերթով, կգտնենք ժամանակ խոսելու եւ այդ ժամանակը կոնկրետացնենք մեր պայմանավորվածությունները, այդ ժամանակ մարդկաներ, Մարգարիտներ, Լելյաներ մեզ օգտակար կլինեն մեր պայմանավորվածությունները, համեցեք։ Ընդհանուր առմամբ մեծ աշխատանք եմ կատարել, դասանական աշխատանքները, տնային աշխատանքներից ելնելով ընկեր Մարգարիտը, ես այսպես դիտարկում կարող անեմ, որ գրականությունը եթե դիտարկենք որպես օրգանիզմ, իսկ գրականությունը հենց մարդու միտքը, մտավոր բանականությունը դիտարկենք որպես օրգանիզմ, իսկ գրականությունը որպես սնունդ, լավ գրականությունը կարող է մարդուն, օրինակի համար ոնց է լավ սնված մարդը երևում է, էլի որ ինքը լավ որակով սննդարկել է, առողջ լինի, իսկ վատ գրականությունը, որը իր մեջ պարունակում է այն մտքերը, որը հիմարի կողմից է կոպիտ ասած գրված, կարա բերի մտավոր փսխման, այսինքն մարդու օրգանիզմը չընդունի այդ նյութը, էլի։ Այսինքն շնորհակալություն եմ ուզում հայտնել ընկեր Մարգարիտին, որ այսքան ժամանակ մեզ այն նյութն է տրամադրել, որը կարողացրել է շենացնել մեր մտավոր կարողությունները։ Իսկ ինչը այսօրվա համար կոնկրետ պատրաստել էի Պաուլ Սևակի մի քանի բանաստեղծություններ, որովհետև անձամբ շատ սիրում եմ, էլի Պաուլ Սևակի բանաստեղծությունները, որովհետև կյանքի ամեն բնագավառում, եթե դիտարկենք գրականությունը որպես մարդու էմոցիաները արտահայտելու միջոց, օրինակի համար եղել է, չէ, էմոցիաներով լեցուն լինես, լինի թե լավ, թե վատ, ուզենաս ինչ-որ ձև արտահայտես, թե ամեն մեկը իր ձևը ունի, ես երաժշտությամբ եմ զբաղվում, նվագում եմ, կամ ինչ-որ մեկը նկար անում, ինչ-որ մեկը գրում է, այդ իսկ Պաուլ Սևակի գրականությունը, եթե դիտարկենք համ այդ տեսանկյունից, համ ընդհանուր առմամբ որպես ուսուցման համար մարդու կյանքի դասեր կոպիտ ասած, իմ կարծիքով ամենահաջողված հայ գրականություն մասնիկն է, որը անբացառելի է, էլի։ Իսկ երկրորդ նյութը, որ պատրաստել է Զաբողոնն է, կուզեի համառոտ ներկայացնել, բայց էլի ասեմ կարճ է,
ժամանակ էլի քիչ է։ Զաբուղոնի վերաբերյալ մի բան կարող եմ ասել, որ կարդացի առաջին բանը, որ նկատեցի, մարդ որ գրականությունը կարդում է, իրան առաջնահերթ իրան դնում է դատավորի տեղ, էլի ինքը մտածում է, բա ինքը սխալ էր, օրինակի համար աղջիկը սխալ էր, տղան ճիշտ էր կամ հակառակը, բայց ես հասկացա, որ հիմնականում հայ գրողները այդ տեքստերը չեն գրել են մտքով, որ մարդ պետքա դատի։ Հիմնականում գրել են նրա համար, որ մենք դաս քաղենք։ Օրինակի համար Զաբուղոնի մեջ ես նկատեցի մի առակ արտացոլվում, որը ասում է ինչ ցանես, էդ էլ կհնձես։ Այսինքն ամեն մեկը գիտակցում էր, համ այդ աղջիկը գիտեր, որ ինքը գողի հետ է, էլի, որ ապագան շատ բարդ է լինելու։ Համ տղան գիտեր, որ այդ մարդը փառասեր է, այդ մարդը իր վրա այնքան կոպիտ ասած ինքը ոսկին է սիրում, ոչ թե իրան։ Ամեն մեկը իր վարձքը ստացավ։ Գողը գողություն արեց, իրանից գողացան իր աղջկան, աղջիկն էլ փառքը սիրեց եւ կորցրեց մեկին, ով իրան սիրում էր։ Այսքանը կցանկանայի ասել, մեր շուտ գիտեք, տայի տարբերակով այս ամեն ինչ անելը հեշտ չի։ Էլեկտրոնայինով ինքը շատ էլ հեշտ է, համաձայն եք, չէ՞։ Եվ դուք էլ կարող եք դառնալ մասնագետ, մի բան էլ ավելացնել, չէ՞, հեղինակի մասին, որ դուք եք ուրեմն կարդացել, ձեզ հասել է եւ այլն։ Կարող եք անգամ հարցադրում ավելացնել, ու այդ ամեն ինչ կենտրոնանա։ Հենց այս սևակի համար ասեցի, երբ որ սևակը ես 1970 թիվ, ես ուրեմն 55 թիվ եմ, չէ, ուրեմն 15 տարեկան էի, չէ, որ սևակը վթարեղավ, որ թիվ էր սևակը, 70-71 կարող է, 24 տարեկան, երբ որ վթարեղավ ինքը զոհվեց այդ ողբերգական, իր գիրքը, Եղիցի լույսը, տպարանում էր, ու արգելված էր լույս տեսնելու բանանելու։ Հետո դա օգնեց, որ Եղիցի լույս գիրքը դա լինի, ես հիշում եմ այդ շապիկը։ Մեծ տիրաժով սովետական Հայաստանում է, հեշտամոտ չէ, որտեղ սևակ ընդդիմություն էր, այդ գրականության բանի առումով, եւ մեծ եղբայրը սովորում Իրանից շատ մեծ է։ Ինքը ինձ նվեր որպես բերեց սևակի Եղիցի լույսը։ Եվ այդ իմ վրա մեծ ազդեցություն գործեց, շատ մեծ ազդեցություն, այս բանի առումով եմ ասում, այսինքն այս ազդեցությունները կարևոր են ժամանակին կարդալը, ես վստահ եմ, որ ընդամենը 1-2-3 տարի հետո դու սևակին կհաղթարես, որտեղ Չարենց կա, կհաղթարես, ես էլ այն ժամանակ մտածում Այն նպատակը հենց այդ է, ով չէր խոսում, խոսում, հա։ Հիմա իրոք աղարում։ Քանի որ ժամանակը դասիրելի ուսուցիչներից է, Արարատի մակասարանում, չէ, մեր քոլեջի ուսանող չէ, քոլեջի ուսանող է։ Հա, արդ ներկայացան ժամանակը։ Ես ընթերցել եմ Գևորգ Մացպետունին, ես ավելի շատ անդրադարձել եմ հենց Գևորգ Մացպետունի կերպարին, ինքը ինչպես էր այն ժամանակ, ինչպես կլիներ ներկայումս, ուրեմն Գևորգ Մացպետունին այն ժամանակ ազնիվ էր, արդար մարդ էր, բայց ու պայքարում էր դավաճանությունների դեմ, բայց ներկայում ինքը կլիներ էլի ազնիվ արդար մարդ դեմ, կլիներ կոռուպցիաների, կլիներ լավ առաջնորդ զինվորական սա, բայց ներկա աշխարհում Գևորգ Մացպետունին չէր կարող, որովհետև իրանց շատ հեշտ կարային խաբեին այս աշխարհում, ինքը ծրես աշխարհի մասնիկ չէր կարող էլի հարմարվել, որովհետև ինքը էլի արդար է, ինքը իր համար կարևոր էր հայրենիքի անվտանգությունը, արդարությունը, բայց այն ժամանակ լրիվ ուրիշ աշխարհ էր ու ներկայում լրիվ ուրիշ աշխարհ է, ինքը հնարավոր է լիներ երկրի կառավարիչ ու իր արդարության ձգտումով առաջնորդի հատկություններ ուներ, բայց ներկայում իմ կարծիքով ինքը չէր կարող անել։ Ես ուղղակի որ հաշվով է շարունակել, ես 30 քանի տարվա փոխուղոր։ Հիմա ես շատ արագ կխոսեմ։ Այս շնորհակալություն։ Շատ, այո։ Ուրեմն իմ փաթեթում ես ունեմ
Իմ փաթեթը դրված չի, բայց իմ փաթեթում ես ունեմ, այո, վերլուծություններ եւ նաեւ ինչպես ժամանակակից գրականությունից, այդպես միջնադարյան գրականությունից լիքը հավաքված նյութեր, վերլուծություններ, համեմատություններ եւ այլն, բայց աշխատանքը, որի մասին ես կուզենամ հիմա 2 րոպեով խոսամ, այդ իմ աշխատանքն է քաղաքական երգիծանքի մասին քաղաքականության մեջ, գրականության մեջ, ներողություն։ Ես համեմատել եմ ամերիկյան գրականությունը հայկական գրականության հետ, իսկ ավելի կոնկրետ Մարկ Թուեյնի Նեղ ամսարի հետ։ Այդ աշխատանքը ես որոշեցի ինքս իմ համար անեմ, որպեսզի ինքն ինձ համել օգնի ամերիկյան ընդունվելու համար, ոնց որ զարմացնեմ ամերիկյան համալսարանը դրանով։ Եվ լիքը լավ բաներ իմ համար քաղեցի, քանի որ դրանից առաջ միշտ կարդացել էի մենակ դասական գրականություն, իհարկե չհաշված դպրոցի մեր անցածները, ինքս իմ համար մենակ դասական էի կարդացել, ինձ դա էր միշտ հետաքրքրում, բայց բացահայտեցի ինքս իմ համար, որ ինձ շատ է հետաքրքրում երգիծանքը որպես ժանր, նաև քաղաքականությունը գրականության մեջ, քանի որ դա լինելու է իմ ապագա մասնագիտությունը հավանաբար, շատ հետաքրքրեց ինձ եւ չնայած ես իմ աշխատանքի մեջ այդքան չեմ գրել Ալեն Գինզբերգի մասին, ինչքան Մարկ Թուեյնի մասին, իմ աշխատանքը գրելուց հետո ես շատ ուսումնասիրեցի Ալեն Գինզբերգին, իր կենսագրությունը, Գեն Մարգարետն էր խորհուրդ տվել եւ ուզում իրեն առանձնացնեմ որպես շատ հետաքրքիր անձ, ոչ միայն գրող, այլ ընդհանրապես շատ հետաքրքիր անձ։ Երևի այսքանով կսահմանեմ։ Այսպիսով ամփոփենք շնորհակալություն ուշադրության համար։